Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Ես Արման Թաթոյանն եմ։ Այսօր Վարդենիսում ենք, ես այս քարոզարշավի վերջին օրը լրությունից առաջ ես հատուկ եմ եկել Վարդենիս, մենք նախատեսել էինք անպայման այսօր ինչ է լիներ եւ անպայման պետք է գայինք Վարդենիս։ Ինձ համար Վարդենիսը շատ կարևոր բնակավայր է, մեր ամենակարևոր համայնքներից է։ Մեր ռազմավարական անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող սահմանամերձ, սահմանապահ։ Ցավոք սրտի այնպես է ստացվել, որ Վարդենիսում խնդիրները այսօր շատ են։ Այսօր Վարդենիսում հատկապես ամենաառանցքային հարցերից է անվտանգության հարցը։ Ինձ համար սա սրտի ամենակարևոր հարցերից է, որտեղ ես շատ եմ եկել Վարդենիսի գյուղերը։ Ես շատ եմ եկել, երբ Վարդենիսում 2021 թվականի մայիսի նույնիսկ օրով 12-13-ին, երբ ներխուժումներ եղան, ամեն օր գալիս գնում ենք փաստահավաք աշխատանքներով մարդկանց հետ, եւ դրանից հետո էլ արդեն նորից որ եղան ներխուժումներ, էլի շատ մենք սարատեղիները, որը անընդհատ կար, ցավոք սրտի անընդհատ դրանք մարդկանցից հնարավորություն չունեցան մարդիկ այլևս օգտագործելու այդ ներխուժումների պատճառով ադրբեջանական։ Ես միշտ միջազգային դատական ատյաններում ներկայացրել եմ Վարդենիսի հարցերը, միջազգային բոլոր ատյաններում միշտ քննարկվել է։ Մենք այս վերջում էլ ներկայացրեցինք դատական եւ այս վերջում էլ ներկայացրեցինք եւ միջնորդություններ, եւ նաեւ մարդու իրավունքների կոմիտե հատուկ գանգատներ ենք ներկայացրել, որոնք Վարդենիսին են վերաբերում։ Գիտեք, ամեն ինչ անելու ենք միջազգային օրակարգը լցնելու համար մեր խնդիրներով։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ վարդենիսցիներին ասել, հանգարտ չմտածեք, հանգարտ չնեղվեք որևէ հարցից, բոլոր հարցերի լուծումները կան, ժողովուրդ ջան։ Ամենամեր գլխավոր հարցը ո՞րն է, որպեսզի մենք, ոչ թե մենք որ պրոբլեմ ունենք, մենք դա լավ չի, որ խնդիր ունենք, բայց ամենագլխավոր խնդիրը, որ մենք պրոբլեմ լուծող չունենք այսօր, եւ մեզ պետք է հենց այնպիսի իշխանություն, որը կարողանա լուծել մեր բոլոր խնդիրները։ Վարդենիսը նաև այնպիսի համայնք է, տեսեք, Վարդենիսը խաչմերուկ էր իրական։ Եվ երբ Արցախ գնում էին մարդիկ, Վարդենիսով էին գնում, կանգնում էին այստեղ։ Դրանից առաջ էլ նաև Խորհրդային Միության տարիներին եղել է զարգացած ամբողջ, ինչպես մեր քաղաքացիներից մեկը, վարդենիսցիներից մեկը ճիշտ ասեց, պահել է ամբողջ հանրապետությունը։ Ես հատուկ ասում եմ, որ իմ առաջնահերթ ուշադրության ներքո է լինելու Վարդենիսը։ Ես շատ եմ եկել գնացել, ես շատ ամագ ունեմ դրած, մեր ժողովրդի լեզվով ասած, ես շատ ամագ ունեմ դրած Վարդենիսում, գյուղերը, հենց Վարդենիս քաղաքի վրա անընդհատ գիշեր-ցերեկ եղել ենք այստեղ։ Եվ ինձ համար թասիբի, նամուսի, պատվի հարցը, որպեսզի մենք չթողենք հանգարց մեր խնդիրները կուտակվեն, հակառակը լուծումները ստանան։ Սահմանամերձ համայնք լինելով Վարդենիսը պետք է, ցավոք սրտի այնպես է ստացվել, որ խնդիրները կան, ասեցի, անվտանգության, բայց մենք այնպես պետք է անենք, որ մարդիկ լինեն նաև ավելի պաշտպանված։ Օրինակ մեր մի քանի ծրագրերից ասենք, նախ մեր երիտասարդների համար, մեր ջահելների, երիտասարդների համար ամենահիմնարար ծրագրերը պետք է իրականացնենք հենց Վարդենիսում։ Նայեք ինչու, որովհետև Վարդենիսը ռազմավարական անվտանգության համար է մեր կարևոր։ Եվ մեր երիտասարդները, եթե այսօր տեսեք ինչ է տարածված, շատ են թողում, գնում են անընդհատ։ Հոսքը շատ է ոչ միայն Երևան, այլ հոսքը շատ է նաև Ռուսաստան, մյուս երկրներ, Խոպան, չգիտեմ ուրիշ տեղեր։ Այսա մեր անվտանգության համակարգը քանդում է։ Մենք պետք է մեր երիտասարդների կրթության վրա շատ մեծ ներդրումներ անենք։ Ինձ համար կրթության հարցերը ամենակարևորն են։ Եվ մեր ծրագրերով նախատեսել ենք նախ եւ առաջ, որ համալսարաններում, պետական բուհերում կրթությունը պետական մեր քաղաքացիների համար, Հայաստանի քաղաքացիների համար պետք է լինի անվճար։ Շատերը հարց են տալիս, ասում են, բալա որտեղից է գումար գտնելու կամ ինչու ենք, ոնց ենք այդպես անելու։ Իմ համար հարցը այստեղ առաջանում, իսկ մենք ժողովուրդ ջան իրավունք ունենք այդպես չանենք։ Ոչ, որովհետև կրթությունը ամենակարևորն է, եթե մենք չունեցանք կրթված մարդիկ, կրթված հասարակություն, մենք որևէ կերպ չենք կարողանալու ապահովել մեր երկրի զարգացումը, մեր սերունդները, մեր երեխեքը։ Այսօր տեսեք ինչ է ստացվել։ Ծնողի վրա ինչքան բեռ կա, Վարդենիսին առավել քան լավ գիտի, եթե օրինակ ուսանող ունեցավ, ուսանողը գնաց Երևանում է օրինակ սովորում, Գավառում է անգամ եթե սովորում, ինչքան շատ մեծ ծախսեր կան, չէ՞։
ու ծնողի վրա մեծ բեռ է դառնում եւ ծնողը հաճախ որ չի էլ կարողանում գումար գտնել, շատ վատ է իրան զգում, մեղավոր է զգում իրան, որ իր երեխեն կարող է հանգարց կրթությունից դուրս մնա։ Իսկ ես երաշխավորված ասում եմ, ես ինքս այդ ծրագրերով եմ սովորել։ Ես ինքս ինձ կերտած մարդ եմ։ Մեր թիմում այդպիսի մարդիկ կան, որ մեր համար կրթությունը արժեքային է։ Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր երիտասարդները ստանան բարձր կրթություն, որակով, ինչու որ հետո կարողանան աշխատանք գտնել, բարձր աշխատավարձով, հնարավորություն ունենան եւ մնան Հայաստանում, չգնան մեր երկրում մնան։ Ու ամենակարևորը հենց Վարդենիսում, ուրիշ տեղերից էլ կան Վարդենիս նաեւ։ Գիտեք, այսպեսի մի բան էլ նաեւ ասեմ։ Մենք պետք է զարգացնենք նաեւ մեր ընտանիքները շատանան, մեր երեխեքը շատանան, մեր բնակչությունը շատանա։ Այսօր երիտասարդները չեն ամուսնանում ինչի գումարի պատճառով, այսօր երկար տարի է արդեն այդ վիճակն է, ու բոլորը խոսում են սրա մասին, բայց ոչ մեկ գործ չի անում։ Հիմա ասենք պատկերացրեք մի տան մեջ ապրում են, հայրը, մայրը, մեկ էլ երեխեքը մեծանում են, պետք է ամուսնանան։ Հելա որտեղը ո՞նց անեն, բնակարանի հարց է լուծվում, հարց չկա մյուսը։ Մեր ամենակարևոր ծրագրերից է բազմազավակ ընտանիքների համար 4-րդ երեխայից սկսած 4-րդ երեխան էլ հետը։ Պետք է պետությունը տա անվճար բնակարան մարզում, 4 երեխա ունի մարդը, պետք է ստանա անվճար բնակարան, ծնվեց 5-րդ բալիկը, մի հատ բնակարան, ծնվեց 6-րդը, նորից էլի բնակարան, ծնվեց 7-րդը, էլի բնակարան։ Ժողովուրդ ջան, այս շատ կարևոր ծրագիր է, դուք ինձ գիտեք, ես երբեք չեմ խաբում մարդկանց, ես դες երբեք չեմ խաբել, ու այս ծրագիրը մենք անպայման իրականացնելու ենք։ Նայեք, մենք խորհրդարան անցնում ենք։ Մեր եւ հետազոտություններն են ցույց տալիս եւ մարդկանց հետ մեր շփումները վստահությունը բարձր է ու ես երաշխավորված ասում եմ որ մենք դա անելու ենք ամենակարևոր ծրագրերից է նաեւ մեր գործարարների մենք ստե կանգնած ենք նաեւ խանութներ ունեցող մարդկանց մոտ ովքեր աշխատում են կամ գործարար են փոքր ու միջին բիզնեսն է մենք նրանց հարկերը անպայման կարգավորելու ենք այնպես որպեսզի չվճարեն այն անարդարությունը, որ հիմա է։ Տեսեք, նախ մենք հետ են գնալու մինչև 2025 թվականի այս փոփոխությունները, անմիջապես։ Երկրորդը, մենք փոխելու ենք տրամաբանությունը, ոչ թե ունենանք քիչ բիզնես, բայց բարձր հարկեր, այլ ունենանք շատ բիզնես, շատ փոքր ու միջին բիզնես կազմակերպություններ ու ցածր հարկեր։ Մենք այդպես ավելի շատ գումար պետությունը կունենա, քան թե հիմա, որ այս աստիճան բարձր հարկերը։ Մենք ինչ ենք նախատեսել։ Շրջանառության հարկը պետք է վերանա, պետք է լինի ավելացված արժեքի հարկն էլ աստիճանաբար, պետք է լինի պարզ 5% հարկ, որ մեր գործարարների համար է նաև լինի աշխատանքը հեշտ։ Մենք պետք է նաև կարևոր ծրագրեր անենք գյուղատնտեսության բնագավառում։ Տեսեք, այսօր ոռոգման ջուրը լուրջ խնդիր է եւ ոռոգման ջուրը շատ թանկ է։ Մենք փոխել ենք տրամաբանությունը, պետությունը չպետք է փող աշխատի ոռոգման ջրի վրա։ Ոռոգման ջրի հարցը, ոռոգման ջուրը մայրն է, սնուցողն է։ Ոռոգման ջուրը մենք պետք է այնպես անենք, որ սիմվոլիկ գին ունենա։ Կես հատուկ գյուղացիների համար եմ ասում, տնամերձ հողամասերի, նաև գյուղացիների հանած բիզնեսը։ Կես հեկտարը սիմվոլիկ, սեզոնի համար, ամբողջ սեզոնի համար պետք է լինի 500 դրամ։ 1 հեկտարը 1000 դրամ, 2 հեկտարը 2000 ու դրանից ավելին էլ հեկտար ինչքան ավելանա 2000։ Սա ինչի է մեզ պետք, ժողովուրդ ջան, որ գյուղացին կարողանա արդար իսկապես այդ արդար քրտինքը արդյունքները ստանա, վայելի, որ ոչ թե չարչարվի, այն սկզբից չիմանա ինչ անի, օրինակ Վարդենիսում կարտոֆիլը, կարտոշկան շատ, որ ցանում են մարդիկ, հետո չգիտեն ինչ անեն, հորերում տանում պահում են։ Սա է խնդիրը, որ պետությունը նաև իրացման շուկաներ պետք է ունենա։ Ասենք պատկերացեք ինչ նկատի ունեմ։ Ցանեցիր կարտոշկան, հանեցիր, պետությունը պետք է ունենա կոնկրետ կենտրոններ։ Մարդը գնա այդ կոնկրետ կենտրոն, պետությունը պետք է ասի, օրինակ, որտեղ շուկա կա, այդ շուկայում ինչ գներ կա եւ ինչպես կարող է վաճառել։ Այսա շատ կարեւոր է ու նաեւ պետք է պետությունը սահմանի նվազագույն գին, որ հետո նաեւ սուբսիդավորի։ Օրինակ, սահմանում է ասում է ինձ համար կարտոֆիլը այս տարի ամենամինիմալը 100 դրամն է։ Մարդը չկարողացավ վաճառել այդ նվազագույն գնով անգամ եւ ստիպած 80-ով է վաճառում։ Այդ 20 դրամը պետք է կոմպենսացնի, պետք է տա պետությունը։ Այսինքն մենք ինչ ենք ստեղանում, փոխում ենք տրամաբանությունը նորից էլի։ Ոչ թե մարդն է աշխատում պետության համար, այլ պետությունն է աշխատում մարդու համար։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ մեր խնդիրն է, ձեզ
գիտեք, մարդիկ այսօր հիասթափված են, հուսախաբված են, մենք դա ակնհայտ տեսնում ենք, որովհետև տարբեր տարիների պաշտոնյաներ եկել, գնացել են, խոստումներ են տվել ու չեն կատարել։ Սուտ են խոսել մարդկանց, ամեն մեկը բիզնես ա դրել, մեկը իրան պաշտոն ընտանիքին տնով տեղով, ազգուտակով տեղավորել այդ պաշտոններում։ Դրա համար էլ ստացվել է ինչ, մարդիկ մնացել է, սովորական ժողովուրդը մնացել է առանց որևէ պաշտպանության, իսկ այդ պաշտոնյաները ամեն մեկը աշխատել է իր համար մենակ։ Այդ դրա համար մեր ժողովուրդը նաև հիասթափված է, մենք սա շատ տեսնում ենք, հուսախաբված։ Ժողովուրդ ջան, ես հատուկ ուզում եմ ասել, հանգարց չմտածեք, չնեղվեք, ամեն ինչ լավ է լինելու։ Միայն մտածեք, որ մենք հունիսի 7-ին իրոք պետք է մեր երկրի համար պատմական որոշում կայացնենք։ Սա մեզ համար պատմական, կարևորագույն, հանուն մեր պետականության, մենք պետք է ի վերջո մեր ազգային ինքնությունը առաջ տարած, մենք պետք է լուծենք մեր բոլոր հարցերը ու կարողանալու ենք։ Նայեք, ես Արման Թաթոյան, այսօր եկել եմ Վարդենից, ես շատ եմ եկել Վարդենից գնացել, միշտ ձեր հարցերը բարձրացրել եմ, միշտ Վարդենիցի, որ իմ հարցերն է նաև, իմ երկրի հարցերն է, ինչի, որովհետև երբեք չեմ կանգնել, երբեք որևէ անգամ չեմ նայել, ինչ որ մեկի դուրը կգա թե չէ, ով հանկարծ պաշտոնի հարց կլինի թե չէ, ինձ համար պաշտոնի հարցը ոչ մի նշանակություն չունի, եթե կա ժողովրդի հարց, ու ես դա ապացուցել եմ, մեր թիմում կան մարդիկ պրոֆեսիոնալներ, որերի նույն ձև են, սա մեր համար ամենակարևոր արժեքային հարցերից է, և ժողովուրդ ջան, մենք պետք է մեր ընտրությունը հունիսի 7-ին մենք անենք, այսօր սպառնալիքներ կան, ես դե տեսնում եմ, դուք եթե անգամ հիմա ինչ չասեք, պետք չի մի ասեք, ես դա հասկանում եմ, որ կան, վախացնում են մարդկանց, մի դեպքում ինչ են ասում են, քրոջը աշխատանքից կազատեն, չգիտեմ, աղբորը աշխատանքից կազատեն, այն մեկը ուսանող է, մեկը ուսուցիչ է, եւ այդ վախերի վրա են խաղում մարդկանց։ Ժողովուրդ ջան, հանկարծ չվախենաք, ես ձեր իրավունքների պաշտպանն եմ եղել, ես 100% ասում եմ, գաղտնի է քվեարկությունը, հիմա գիտեմ նաև շատերն են ասում, որ ասում են նկարի ուղարկի քվեաթերթիկը, էլ մի քվեաթերթիկը հանի դուրս, դա բացարձակ անօրինական պահանջ է եւ խնդրում եմ դուք ձեր մեջ իմացեք ժողովուրդ ջան, գաղտնի է քվեարկությունը, ոչ մեկ չի իմանալու դուք ում օգտին եք քվեարկում, եւ դուք այն պահին, երբ որ քվեաթերթիկը գցում եք քվեատուփի մեջ, չէ, դուք այդ պահին ամենահզորն եք, այդ պահին ձեզ է պատկանում ամբողջ իշխանությունը, եւ այդ պահին ով որ ընտրակաշառքը տալիս վախացնում է, այդ պահին ձեզանից գողանում են ընտրությունները, դուք ինձ խնդրում եմ հավատացեք, ես այս նախընտրությունների մեջով շատ եմ անցել, խնդիրները միշտ արձանագրել ենք, առաջին անգամ եմ ընտրություններում իմ տեխնացությունը դնում, կյանքում առաջին անգամ, որովհետև եւ մեր թիմակիցներից շատերը, որովհետև չեմ կազմել ինքս որևէ քաղաքական թիմի անդամ, որևէ մի տեղ, որևէ կուսակցական, բայց ինձ քաղաքականություն են բերել մարդկանց խնդիրները, ես երբ մարդու իրավունքների պաշտպանն էի, տեսեք, խնդիրները մենք փաստերը արձանագրում էինք, ես տանում էի միջազգային դատարաններ, այս կառավարությունը ասում էր գնում եմ հետ եմ վերցնելու այդ գործերը։ Առաջարկները ներկայացնում էինք, ամբողջությամբ պրավալի էին տալի, ձախողում էին։ Ես հասկացա ինչ, ես հասկացա, որ այդ նեղ տեսանկյունից, պոզիցիայով, այսպես ասած, դիրքից չես կարողանա հարցերը լուծել։ Պետք է անպայման ունենալ ժողովրդի քվեն վստահությունը եւ ունենալ հնարավորություն ինքդ լուծել այդ հարցերը, որպեսզի կարողանաս իրոք պետական կառավարման հարցերը լուծել։ Ժողովուրդ ջան, դուք եկել, խնդրում եմ ձեզ, քվեարկության ժամանակ ընտրություն կատարելիս սենց մտածեք, էլի։ Ես օրինակ միշտ այդպես եմ մտածում։ Ով կարող է ձեր երեխեքի վերաբերյալ որոշումներ ճիշտ կայացնել, ով կարող է մեր երկրի վերաբերյալ որոշումներ կայացնել, ով է հասկանում պետությունից, այս շատ կարևոր է, ով է ցույց տվել, որ իրոք կարող է աշխատել։ Ես ձեզ երբեք չեմ խաբել, երբեք։ Միշտ ասել եմ ճիշտը, անգամ եթե գործի, պաշտոնի վնաս ա եղել, ինձ համար դա նշանակություն չի ունեցել, իմ համար ամենակարևորը մարդն է, քաղաքացին, եւ ես քանի որ միշտ քաղաքացիների հետ եմ եղել, ես մարդու մեր քաղաքացու հադրը շատ լավ եմ հասկանում, իսկ դուք, իսկ ինչա պետք մարդուն, մեր սովորական քաղաքացիների նորմալ կյանք, որ ապրեն առանց թշնամանքի, առանց այս պառակտումների, մենք պետք է հայ ժողովրդով իրար հետ լինենք։ Ժողովուրդ ջան, մենք միասնական պետք է լինենք, հələ տեսեք ինչ բաժանել են տարբեր խմբերի, չգիտեմ, այս քաղաքական ուղղությունների, մենք Աստված չանի, մի հատ պրոբլեմ եղավ, բոլորս այդ նույն նավի մեջ ենք։ Բայց որ երջանիկ ուրախ էլ ապրենք, պետք է բոլորս ապրենք երջանիկ ու ուրախ։ Եվ հետո գիտեք, երբ դուք քվեարկում եք, նաև մտածեք ով
պետական կառավարման հարցերից իրոք ով կարող է լուծել այս մեր հարցերը։ Ու մի կարևոր բան է։ Այսօր այնպես է ստացվել, որ տպավորություն է, թե մենք արտաքին ուժերի համար ենք ընտրություն կատարում։ Մոսկվան ինչ կուզի, Ադրբեջանը ինչ կուզի, որ այս իշխանությանն է աջակցում, չգիտեմ, Բրյուսելը, Վաշինգտոնը, ժողովուրդ ջան, մենք պետք է մտածենք Վարդենիսը ինչ է ուզում, Մարտունին ինչ է ուզում, Գավառը, Կապանը, Վանաձորը, Գյումրին, Երևանը, այս սա է ամենակարևորը, որովհետև մենք պետք է մեր համար ընտրությունը կատարենք։ Մենք ինչքան նայեցինք, թե խալխը ինչ է ուզում, ուրիշ երկրներ մեզ անընդհատ զոհաբերելու են։ Անընդհատ ինչ-որ մի պետություն զոհաբերելու է իր համար։ Իսկ մենք, եթե աշխատենք մեր շահերի տեսանկյունից, մենք պետք է աշխարհից վերցնենք ամենալավը մեր համար։ Տեսեք, մենք ինչ խնդիր ունենք որևէ մեկի հետ թշնամանալու։ Ոչ, իմ մոտեցումը հետևյալն է։ Մենք պետք է աշխատենք ոչ թե կամուրջներ վառելու ճանապարհով, այլ այդ կամուրջները կառուցելու ճանապարհով։ Ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի, այլ հանուն իմ պետականության, հանուն իմ երկրի։ Եվ կարևոր է նաև գիտեք ինչը, որ մենք իսկապես մեր համար այդ ընտրությունը, մենք մտածենք մենք ինչ ենք ուզում, որովհետև այս ընտրությունները ոչ թե ուրիշների շահերի համար են, ոչ թե օտարների, այլ մեր համար։ Մեր քվեաթերթիկը 6-րդն է, 6-րդ քվեաթերթիկը։ Եվ խնդրում եմ, որպեսզի քվեարկեք 6-րդ քվեաթերթիկի օգտին այն ծրագրերը, որոնք ես չեմ կարողացել իրականացնել ժամանակին, որոնք ուղղակի մեր երկրի ազգային հարցերը բարձրացնելու պատճառով չեմ կարողացել իրականացնել։ Մենք հիմա դնենք միասին բոլորով առաջ տանենք, ժողովուրդ ջան, այդ ամենակարևորներից է։ Եվ նորից եմ, եւ գիտեք, ինձ հետ կապված մի կարևոր բան էլ դուք մտածեք։ Նայեք, ես ոչ մի պետության հետ կախվածություն չունեմ։ Աշխարհաքաղաքական ոչ մի կենտրոնի հետ կախվածություն չունեմ։ Ես ոչ կախվածություն ունեմ Ռուսաստանից, ոչ կախվածություն ունեմ Ամերիկայից, ոչ կախվածություն ունեմ Եվրոպայից, Իրանից, չգիտեմ, առավել եւս Ադրբեջանից եւ այլն։ Ոչ մի։ Իմ համար ամենակարևորը իմ ժողովրդի շահն է։ Իմ ժողովրդի շահը, իրավունքը։ Եվ ասեմ ձեզ մի բան, մենք մեզ վերաբերյալ շատ կեղտոտ ապատեղեկատվություններ են տարածվում, կեղծիքներ են տարածվում։ Երեք ես բանավեճի ժամանակ հատուկ ասեցի, եթե նայել եք, բայց տեսեք ինչ եմ նորից ուզում ասեմ, տարածում են իբր թե մենք միանալու ենք ԿՊ-ին ընտրություններից հետո, նորից եմ ասում, ինչպես որ երեք ասեցի, շատ հստակ, կարմիր գիծ, մենք Նիկոլ Փաշինյանին չենք ընտրելու վարչապետ, ԿՊ-ն չպետք է լինի Հայաստանում իշխանություն, մենք Ռոբերտ Քոչարյանին չենք ընտրելու վարչապետ, Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ սահմանադրության արգելքների պատճառով, մեր կարծիքով, եւ մնացած որոշումները կայացնելու ենք մեր ազգային շահերից ելնելով։ Այսա շատ կարևոր է, որովհետև մեր անվտանգության շահն է կարևոր։ Ես ոչ թե որոշումները կայացնելու եմ հանուն նրա, թե ով է շատ ձայներ ստացել, այլ որն է մեր ազգային անվտանգության շահը, որն է այդ պահին մեր երկրի շահը, սա է կարևորը։ Եվ երբեք նորից եմ ասում, չի լինելու այնպիսի վիճակ, որ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի։ Սա շատ հստակ նորից ուզում եմ ընդգծել։ Մեկ էլ մի բան էլ, անվտանգության համակարգը, ես քանի որ Վարդենիսում եմ, անվտանգությունը Վարդենիսի համար ապահովությունը ամենակարևորն է, տեսեք, մեր այսօր արոտավայրերը, վարելահողերը, խոթարկերը, ամբողջը գտնվում են, շատ բաներ գտնվում են օկուպացիայի տակ, բայց խնդիրը ո՞րն է, մարդիկ զրկված են իրավունքներից, չեն կարողանում։ Հիմա նայեք, ես ձեզ ցույց տամ, ես ոնց եմ աշխատելու այս սահմանազատման հարցերի հետ կապված։ Ոչ թե ուղղակի ասելու եմ, գիտես ինչ կա, այս քոննային իմն է, ոչ։ Մենք ժողովուրդ ջան, պետք է ասե մասնագիտական պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տանք։ Նայեք, հələ մեր պապերն էին, չի ասում, որ գործի վրա խելքը գլխի մարդ է պետք, որ հասկանաս իրականում ինչ է։ Տեսեք, ես հիմա մի քանի ուղղություններով ասեմ, ես ինչպես եմ աշխատելու։ Նայեք, մենք ունենք մեր սահմաններին այս օկուպացված մասերում, որ ասեցի, մարդկանց, քաղաքացիական մարդկանց բնակչության կյանքը վերածվել է անհնարինության։ Հիմա նայեք, միջազգային պահանջները եւ դիվանագիտությունը ինչ են ենթադրում, որ գյուղացիների կամ տեղի բնակչության կյանքը, նրանց իրավունքները սահմանազատման հարցերում առաջնային են, առանց նրանց իրավունքների ոչ մի process չի կարող առաջ գնալ։ Տեսեք, գյուղացիների հարցերով հողի մշակման, արոտավայրի, վարձակալության վերցված տարածքների եւ այլն խոթարկի մենք ներկայացնելու ենք բողոքներ, գանգատներ, բանակցությունների համար նյութեր, ներկայացնելու ենք համապատասխան կառույցներին, միջազգային կառույցներին, ուրիշ երկրներին, մասնագիտացված կառույցներ կան։ Տեսեք, եթե
ոչ միայն որ ասենք պատկերացեք ադրբեջանական զինվոր եկել օկուպացիա միտեղ նստելա, ոչ միայն այդ տարածքն ենք հաշվելու, որովհետև նախ ամեն մի սանտիմետրը մեր երկրի մեր համար սրբություն է, բայց նաև հաշվելու ենք այն տարածքը, որ գյուղացին չի կարողանում մոտենա իր հողին, չի կարողանում մշակի։ Մյուսը ջրի աղբյուրները, Վարդենիսը հարուստ է ջրի աղբյուրներով, ես Վերի շորժայի վերևները բոլոր տեղերում եղել եմ, հարուստ է ջրի աղբյուրներով, ջրի աղբյուրների համար, որ ջրից զրկել են մարդուն, դա հանցագործություն է, դրա մասին մենք առանձին ենք ներկայացնելու դիմումներ, գանգատներ, միջազգային դիվանագիտություն ենք հեղեղելու առանձին գծով։ Երրորդ, մեր երեխեքը, դպրոցներ, մանկապարտեզներ, մեր երեխեքը չեն կարողանում ապահով գնալ դպրոց, մանկապարտեզ, դե որովհետև նստած են վերևը։ Սա առանձին միջազգային բանակցությունների հարց է առանձին գծով։ Մյուսը, որ էլի շատ կարևոր նշանակություն ունի, անասնապահություն։ Մեր քաղաքացիները, գյուղացիները, մեր ժողովուրդը զրկված են այդ վայրերում անասնապահության հնարավորություններից, իրավունքներից։ Ես անձամբ այդ բոլոր արոտավայրերում եղել եմ, գիտեմ թե որտեղ ինչ կա եւ որտեղ ինչ պահանջներ պետք է ներկայացվի։ Նույն ձև է, ճանապարհները, ռազմավարական հրապարակային, շատ եմ եկել դիրքեր, գիշերները, որ ասենք այդ չէին կարողանում գնայինք, երեկոները կամ ցերեկները մնացել եմ խրամատներում, դիրքերում, մեր զինվորների հետ։ Ես շատ լավ պատկերացնում եմ մեր զինվորի հոգեբանությունը, զինվորականի, թե ոնց պետք է աշխատես, որ այդ խադրը իմանալը զինվորականի շատ կարևոր է։ Մենք այնքան հերոսներ ենք տվել Վարդենիսից։ Ես պատերազմի ժամանակ կրնցեմ հիշում եկել էին Վարդենիսում, ստեղ եկել հավաքվել էին, բոլորը ասում էին մենք մեր երկրի համար պատրաստ ենք ու իրոք, ու այնքան մարդ կյանքը տվեց մեր երկրի համար։ Իմ համար սա նամուս թասիբի հարց է, երկրի թասիբի հարց է, որովհետև մարդիկ կյանք են տվել իմ համար, մեր երեխեքի համար, մեր համար, մենք պարտք ենք իրանց, ես պարտք եմ ամբողջ կյանքով իրանց եւ իրանց ընտանիքներին։ Հիմա տեսեք ինչ կարևոր բան եմ ասում։ Մենք պետք է այս հարցերը անպայման բարձրացնենք եւ սա է իրական խաղաղությունը ժողովուրդ ջան, որովհետեւ եթե մենք չբարձրացեցինք, ամեն ինչ հետո մեր վրա է ջարդվելու։ Հիմա էլ եւ գիտեք նաեւ նպատակը որն է այս ծածկադմփոց անելու, որ ժամանակի ընթացքում մոռացվի։ Տեսեք այսօր միջազգային օրակարգերը վերցնենք, ոչ մեկ չի հիշում։ Այսօր ոչ մեկ աշխարհում չի հիշում, ես կոնկրետ բան եմ ասում, այսպես կոչված խաղաղության պայմանագիր են, չէ՞ բերել։ Այդ պայմանագրում անընդհատ քննարկում են ինչ կա այդ պայմանագրում։ Ես ասում եմ ուրիշը, քննարկենք այդ պայմանագրում ինչ չկա։ Այդ պայմանագրում չկա սահմանազատման, մեր սահմանների հարցերը չկա, ժողովուրդ։ Այդ նշանակում է, որ մենք ինչ ենք անելու, այդ նշանակում է գնաց, ինչպես ասում են գրի սառույցին, եղավ, չէ, հույսը այն է, որ ժամանակի ընթացքում մոռանան գնան։ Այս այա մենք պիտի սարքենք սա բանակցությունների առարկա։ Իմ վարչապետության ժամանակ ես հնարավորություն ունենամ ամբողջ հարցերը լինելու են միջազգային բանակցությունների առարկային չայնիկն է բացեց պիտի մեջից մեր սահմանների հարցերը դուրս գան։ Այնքան պիտի անենք, որ լուծենք այդ հարցը։ Հիշում եք ես պատերազմի ժամանակ հանգարց մեկը եթե ձեզ իշխանությունից ասի հնարավոր չի, չհավատակ։ Հիշում եք ես պատերազմից հետո անընդհատ միջազգային դատարանները հեղեղել էին ուղղակի գանգատներով։ Բոլոր տեղերում, այսօր բոլոր տեղերում որ գործերը կա, համարյա ամբողջությամբ մեր հավաքած ապացույցներն են։ Ինձ այն ժամանակ էլ ասում էին, դե ինչի համար ես անում, պետք չի գա։ Ոչ, ես ասում եմ պետք է անենք, որտեղ դա մեզ պետք է գալու։ Ես որտեղ ես գիտեմ, որ պետք է գալու։ Հիմա այսօր այդ գործերի հիմքում մեր ապացույցներն է։ Այ որ Ադրբեջանը այդքան պահանջում ասում է, հետ քաշեք այդ հայցերը։ Հենց նրա համար է, որ մեր ներկայացրած նաև դատական հայցերի հիման վրա է։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ լուծենք այս հարցը։ Սա մեր բանակը, ես սրա մասին ուզում եմ նորից խոսեմ, մեր բանակը, մեր անվտանգության ողնաշարն է։ Այսօր մեր տղեկի հետ խոսում եմ, ովքեր օրինակ դիրքապահ են եւ այլն, վարձատրությունը շատ ցածր է, վարձատրությունը, հələ նայեք կառավարության այսօրվա բարձրաստիճան ղեկավարներինը միլիարդավոր դրամների պարգևա վճար են ստանում, միլիարդավոր։ Ես դες խոսք եմ տալիս, Արման Թաթոյան, այս բոլորիդ մոտ, որ մեր իմ վարչապետության ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, падգամավորներ եւ այլն այդ գաղտնի պարգևա վճարները միանգամից վերանալու է։ Գումարները ուղղելու ենք մեր բանակին, ուղղելու ենք մեր կրթությանը, մեր երեխեքին, որ կրթություն ստանան։ Ինչի՞ դուք մորևէ մեկը եթե ասի ինչի, ես դրա պատասխան ունեմ։ Իմ համար ավելի կարևոր է, որ
մեր երիտասարդը, որը ապագա ուսուցիչ է, բժիշկ է, զինվոր է, կրթություն ստանա, կրթվի, ես ապագա կառուցեմ երկրի, քան մի 15-20 պաշտոնյա իրան լավ զգա, պարգևավճարներ ստանա, կյանքը լավացնի, որովհետև այդ պաշտոնյաները չեն եկել իրաց կյանքը լավացնելու համար, դրանք եկել են ձեր կյանքը լավացնելու համար։ Ես նաև ասեմ, իրավական բոլոր հնարավորություններով նաև ամեն ինչ պետք է անենք, որ ժողովրդի համար այսքան տարի պրոբլեմ ստեղծած, խնդիր ստեղծած մարդիկ ենթարկվեն պատասխանատվության, իրավական ճանապարհներով, ունենալով բոլոր լիարժեք գործող համակարգերը։ Սա էլ շատ կարևոր է, որովհետև այս ինչ որ արվել է, մեր 35 տարիների պրոբլեմներն են։ Տեսեք, մենք այսօրվա իշխանության ժամանակ ավելի է խորացել, բայց մեր պրոբլեմները 35 տարիների խնդիրներն են։ Այս անարդարությունը, որ այսքան կա, 35 տարիների խնդիրներն է կուտակված։ Մեր ժողովուրդը շատ արդար ժողովուրդ է, մեր մարդիկ շնորհակալ ժողովուրդ են։ Ես շատ եմ դա զգացել։ Ես օրինակ Վարդենիսի վրա եմ դա զգում։ Այդքան եկել գնացել եմ այս սահմանները, մենք անընդհատ որ բարձրացրել ենք հարցերը, մեր բարձրացրել ենք հարցերը, մարդիկ ինչքան են գնահատում արված աշխատանքը։ Բա իմ համար ավելի կարևոր է այդ, քան թե 2 կոպեկը, որ ես կարող եմ ստանալ որպես պարգևավճար։ Ինձ համար դա արժեքային նշանակություն ունի։ Դա սրբության պես կարևոր է, սա շատ կարևոր հարց է։ Եվ եւս ամփոփելով ժողովուրդ ջան, ուզում եմ ասեմ, որ դուք հանգարց չնեղվեք, որևէ հարցի չմտածեք, չնեղվեք, ամեն ինչ լավ է լինելու, ոչ մեկ չի կարողանալու ճնշել մեզ։ Եվ ձեզ էլ ոչ մեկ չի կարողանալու ճնշել, մենք ձեր մեջքին կանգնած ենք, ես ձեր մեջքին կանգնած եմ, մենք իրար թև ու թիկունք ենք, այս է կարևորը, մենք մի ազգ ենք, այսքան պառակտել են, բաժանել են մեզ, մենք պետք է միասնական լինենք, այս ընտրությունները, այդ շանսն է, այդ հնարավորությունն է, որ մենք տանք այդ պատասխանը, դրա համար խնդրում եմ գնացեք ընտրությունների, անպայման գնացեք, մեզ պետք են մեր երկրի, մեր երեխեքի համար, ձեր երեխեքի համար պետք է որ մեզ հնարավորին շատ մարդ գնա ընտրությունների, մասնակցեք, քվեարկությունը արեք ոչ թե վախերից ելնելով, այնով որ վախացնում է, սպառնում է, մի հավատացեք, ժողովուրդ ջան, չեն կարողանալու։ Մի հատ ուրիշ հարց էլ կա, սա էլ ասեմ, պատերազմով են սպառնում։ Ես չեմ պատկերացնում երկրի ղեկավար, ես լինեմ երկրի ղեկավար, այ ոնց կարաս էլի ամոթից գետինը մտնել էլ չի սկի։ Դու քո ժողովրդին ոնց կարաս ասես, եթե ես չլեմ պատերազմա լինելու։ Սա ամենավերջի խայտարակությունն է, որ այդ նշանակում է, որ համակարգը անվտանգության այնքան չի ստեղծված, որ մարդը ասում է, եթե ես չլինեմ, կլինի պատերազմ։ Ես պատկերացնում եմ համակարգերի զարգացում, որ կապ չունի անունը մարդու, ով է, Պողոսն է, Պետրոսն է, Մարտիրոսն է, եթե եղավ ուժեղ անվտանգություն, եղավ ուժեղ բանակ, բարձր վարձատրվող, տեխնոլոգիաներով հագեցած, ոչ մեկ չի կարողանալու մեր դեմ պատերազմի։ Պետք է այսպես լինի, մենք ոչ մեկի վրա ոչ հարձակվելու նպատակ ունենք, ոչ էլ բնականաբար, բայց մենք պետք է ունենանք բանակ, որը կարողանում է ոչ միայն ինքն իրեն պաշտպանի, այլ ուրիշը եթե մտածի, որ կարա հանգարց հարձակվի, այնքան պրոբլեմ կունենա, որ ձեռը պահմնա, դուխ չանի, ռիսկ չանի հարձակվի մեր վրա։ Եվ ժողովուրդ ջան, խնդրում եմ ձեզ, անպայման մասնակցեք ընտրությունների, այս մեր, գիտեք, սենց մտածեք, ով, նորից եմ խնդրում ձեզ, որ սենց մտածեք, ով կարող է ձեր երեխեքի վերաբերյալ որոշումներ կայացնել, ով է հասկանում պետությունից, ով կարող է մեր երկրի վերաբերյալ որոշումներ կայացնել, ով է գլուխ հանում պետությունից, ով է խոսում փաստերով, ճիշտը եւ չի խաբում, ով չի հարստացել ժողովրդի հաշվին։ Այս սրանք են կարևորները, որ մենք հիմա այն փուլում ենք, որ պետքա բոլորով գնանք առաջ։ Եվ դուք քվեաթերթիկը, երբ դուս եք հանում քվեախցիկից, ամենահզորն եք։ Այդ պահին ձեզ բարձրակետն է, այն իշխանության ամենաբարձրակետն է, որ ձեզ է պատկանում իշխանությունը։ Այդ պահին ուզում են ձեզանից տանել իշխանությունը։ Դուք հանձնում եք այդ պահին ինչ որ մեկին այս երկրի կառավարումը։ Խնդրում ենք անպայման գնալ ընտրության, մեր քվեաթերթիկը համար 6-ն է, ես համարում եմ էսի նաև շատ իմ համար, մեր թիմի համար նշան, աստվածային թիվ է ինքը 6-ը, Աստված ստեղծեց մարդուն 6-րդ օրը եւ հետո նոր հանգստացավ։ Մենք համարում եմ սա ուղերձ, որ գիշեր ցերեկ աշխատելու ենք։ Ես աշխատելու եմ, ես ձեզ հրաշքներ չեմ խոստանում։ Մեր թիմը ձեզ հրաշքներ չի խոստանում, բայց մենք խոստանում ենք արդար աշխատանք, ազնիվ աշխատանք, գիշեր ցերեկ աշխատանք, որովհետև նաև ցույց ենք տվել, որ իսկապես մենք կարող ենք դա անել։
Եվ այդ կարողությունը ամենակարևորը մենք ունենանք մեր ժողովրդի քվեն, մեր ժողովուրդը հանգարց հուսախաբ չլինի, մեր մարդիկ, որովհետև այս շանսն է, որ մենք իրոք պետքա փոխվենք, այս ամոթալի էջը, այսքան փորձանքներ մեր գլխով եկան գնացին, որ փակեն գնանք առաջ։ Իրական խաղաղությունը դա է լինելու, ժողովուրդ ջան։ Շատ շնորհակալություն։